Երևանում օդի որակը լավանում է, արձանագրեցին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ու հիշեցրին, խնդիրը սրվում է ձմռան ամիսներին, երբ աղտոտման մշտական աղբյուրներին ջեռուցման սեզոնի ժամանակ ավելանում են նորերը։ Քաղաքի աշխարհագրական դիրքն էլ թույլ չի տալիս արագ օդափոխանակություն։ Ձմռանը նաև քիչ են կանաչ տարածքները, մշտադալարների սակավություն կա։ Ընդ որում օդի որակի մասին ներկայացված տվյալները վերաբերում են մարտին։ Դրանք ստացվում են շինհրապարակներում տեղադրված ավելի քան 100 սարքերից։ Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար կազմել է 37։ Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքերում։ Փոշու քանակը եւ օրինակ ձեր մատնանշած առաջին խնդիրը, որ ջեռուցման սեզոնի հետ է կապված, արդյոք իրար հետ այդպես փոխկապակցված են, արդյոք օրինակ գազի սպառումը փոշու խնդրի հետ է կապված, թե դա այլ աղտոտիչ է։ Ջեռուցման սեզոնին, քանի որ ոչ միայն գազ, նաև այլ վառելիք է օգտագործվում, հիմնականում մանրատիկ փոշու կամ այսպես ասած PM2.5-ի աղբյուր ջեռուցումը եւս հանդիսանում է։ Օրգանական ծխի մասնիկները հանդիսանում են PM2.5-ի աղբյուր։ Քաղաքապետարանը օդի որակի խնդիրները վերացնելուն միտված քառամյա միջոցառումների ծրագիր ունի։ Բնապահպանության վարչության պետի տեղակալը նշեց, շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես մթնոլորտային օդի պահպանությանը վերաբերող համալիր միջոցառումների ծրագիր է մշակել, որը համահունչ է իրենց առաջարկած ռազմավարությանը։ Հաջորդ շաբաթ կհանդիպեն քննարկելու ինչպես կարող են ինտեգրել երկու ծրագրերը, քանի որ նախատեսվող շատ գործողություններ միանման են։ Նաև կուզենայի տեղեկացնել, որ հրապարակվել է հիդրոմետրի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագիրը, որի համաձայն 2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների, եւ եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում ամենաբարձր փոշու մակարդակը գրանցվում էր Երևան քաղաքում, 24 թվականին արդեն Երևան քաղաքում նվազել է այդ ցուցանիշը եւ 4-րդն է այդ ցուցանիշով դիտարկվող քաղաքների մեջ։ Երևանի մայթերի ու հարակից հողային տարածքների սանմաքրման գործառույթը կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հիմնարկից ավելի վաղ փոխանցվել էր աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկին, որ մեկը փողոցը չմաքրի, մյուսը դրան հարակից տարածքները ու նաեւ կենտրոնացվի պատասխանատվությունը։ ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը զեկուցեց, այժմ չափագրման աշխատանքներ են անում։ Մաքրվող տարածքների ինտենսիվությունից կախված նորմատիվների մշակում իրականացնելու համար։ Մայրաքաղաքում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից մաքրվող տարածքների հստակ չափագրումի եւ չափորոշիչի կիրառումը թույլ կտա հստակեցնել այս պահին անհրաժեշտ մարդուժի եւ տեխնիկական միջոցների անհրաժեշտ քանակը, որի ապահովման դեպքում հնարավոր կլինի իրականացնել մայրաքաղաքի փողոցների մայթերի եւ դրան հարակից տարածքների լիարժեք եւ պատշաճ մաքրությունը։ Կանաչապատման հիմնարկի աշխատակիցները դեռ իրականացնում են տարածքի մաքրման աշխատանքները։ Աննա Զախարյան, լուրեր։